Սիրելի ջրհոսներ, ողջույն։ Այսօր հունիսի 21-ն է իմ օրացույցով Նեպտունի օրը, ըստ իմ օրացույցի, եւ ես ինչպես որ հասկանում եմ, մնացել են դեռևս բավականին 7-8 նշաններ, երևի թե իրենց բոլորին Նեպտունն է բաժին ընկնում, դա ես չեմ որոշում, այնպես որ շատերն են հիմա անորոշության մեջ, դա փաստ է, դուք եւս անմասն չեք փաստորեն, սիրելի ջրհոսներ, ես հասկանում եմ ձեզ առաջիկա ուրեմն տարիներին բավականին փոփոխություն է սպասվում եւ գիտեք ինչ, դա արդեն օգոստոսից այդ փոփոխությունները կզգաք, միգուցե ոմանք դա արդեն զգում են, ինքը պլյուս մինուս 1-2 ամիս էլ աշխատում է, գիտեք ինչ տարբերակ է, այսպեսի խոսքա չէ, որ ասում են պապը ամեն անգամ փլավ չի ուտում, հիմա ես ուզում եմ ասել, որ ձեր փլավ ուտելու ժամանակն է, հիմա կարակ ուտեք, այսինքն լավ ժամանակ է եւ անպայման օգտվեք ճիշտ ճանապարհով, որպեսզի կարողանաք գնալ եւ կարող եք ունենալ մեծ ձեռքբերումներ։ Իհարկե այնտեղ արդեն տարիներն են աշխատում, այնտեղ նաեւ ձեր անձնական քարտեզ եւ այլ էս ամեն աշխատում է, սա ես ասում եմ ընդհանուր եւ ասեմ, որ վերաբերում է բոլորնանց ում ասցենդենտի նշանն է ջրհոսը եւ բոլորնանց ում արևի նշանը, այս երկուսը լսում եք, միացնում եք իրար եւ ձեզ համար պարզ է լինում իսկ ասցենդենտի նշան իմանալու համար պետք է իմանաք ձեր ծննդյան ճշգրիտ ժամը եւ նշեմ, որ սիրելի ջրհոսներ, դուք 9-րդ տեղից փաստորեն բավականին մեծ ցածկ է, քայլ է, արել եք առաջ դեպի 9-րդ տեղից 6-րդ տեղը, այսինքն առաջին 6-յակը փակում եք, այդտեղ եք տեղավորվել, դա մեծ առաջընթաց է, տեսնենք որքանով կկարողանաք պահպանել։ Առաջի 2-3 տեղերը չեմ խոստանում, որտեղ դրանք արդեն կարծես թե սեփականաշնորհված լինեն 3 նշանների մեջ, տենց կարող է ինչ-որ մեկը թյուրիմացաբար հայտնվի, բայց հետո իրանք նորից ետ են մղում։ Այսպիսի բաներ եւ սիրելի ջրհոսներ, հիմա ես ներկայացնեմ ձեզ հուլիս ամսվա համար կանխատեսումը եւ տեսնենք ինչ է լինելու, շատ կարեւոր է, լիալուսինը լինելու հենց ձեր նշանում, բայց սկսենք նորալուսնից, հուլիսի 14-ին, Հայաստանի ժամանակով 13:43 վայրկյան արևև լուսինը կմիավորվեն 22 աստիճանում եւ այն տեղի ունենալու խեց գետնի նշանում, ինչ խորհուրդ կարող եմ տալ ես ջրհոսներին, այստեղ միանշանակ շատ իրենց առողջական վիճակն են վերանայում, ոմանք իրենց աշխատանքն են ուզում փոփոխել, ես ասեմ, որ այս պահին աշխատանք փոխելը դա այդքան էլ ճիշտ չի, ձեզ հետևյալ խորհուրդը կարող եմ տալ, որ փորձեք այն ինչ որ ունեք այդտեղ փոփոխություն մտցնել, ուսումնասիրեք խնդիրը եւ ինչ անեք, որպեսզի ավելի շատ մարդկանց ներգրավեք, այստեղ արդեն ձեր հնարավորություններն են մոտավոր եւ ոչ միայն, այնպես որ ճիշտ վերլուծելու դեպքում ես ձեզ միանշանակ խոստանում եմ, որ լավ կլինի թե ճիշտ որոշում, որովհետեւ 29-ին հուլիսի լիալուսինը տեղի կունենա Հայաստանի ժամանակով 18:35 արևև լուսինը կհակադրվեն 7 աստիճանում եւ ձեր նշանում կլինի լիալուսինը, այնպես որ եթե դուք ճիշտ ուրեմն որոշումներ կայացնեք, ճիշտ վերլուծեք, ուրեմն դա արդյունքը ձեզ արդեն հուլիսի վերջին կգոհացնի, դուք ձեզանից գոհ կլինեք, այսպես, իսկ այնտեղ նոր գործ սկսելու համար, հիմա դուք այդ փոփոխությունների էտապում եք, նույնիսկ աշխատանքը չփոխել, բայց միգուցե եթե դա շատ անհրաժեշտ է, տեղը փոխել եւ այլն, կարող եք այս փոփոխությունները անել, աշխատանքը չփոխել, բայց տեղը փոխել, որը կարող է ավելի շատ հաճախորդ ձեզ բերել, ուրեմն դուք դա կարող եք անել, սա իմ խորհուրդը ձեզ ուղղորդում եմ, որպեսզի դուք հասկանաք ինչ անեք, եթե հայտնվել եք անելանելի վիճակում, եթե չեք հայտնվել, կհայտնվեք
կհայտնվեք, որովհետև Մերկուրին դառնում է հետընթաց եւ դուք լուծում եք փնտրելու։ Սա էլ էսպես եւ ձեր Վեներան կմտնի ձեր ֆինանսների տանը, դուք հավանաբար այստեղ ինչ որ մի բանի համար ծախսեր կանեք, անպայման ասենք փոփոխության հետ կապված ինքը ծախսեր է պահանջում, դա էլ եմ խորհուրդ տալիս, որ դուք որոշակի ծախսեր անեք չափսոսակ, հետո արդեն կարող եք գումար աշխատել։ Դա այդպես եւ հուլիսի սկզբին, հուլիսի վերջին այստեղ հեռավոր մոլորակներն են փոխում իրենց նշանները, հավանաբար այստեղ որոշակի հարցեր կա ձեր հարազատների հետ, բանիմաց մարդկանց հետ, ինչ որ հարցեր եք քննարկում, որ հասկանաք ինչ անեք, ինչպես անեք, որն է ճիշտ եւ այլն եւ այլն։ Թող իրենք ձեզ օգնեն, ահա, արևը ուրեմն 23-ին հուլիսի կմտնի ձեր հակադիր նշան, կտեղավորվի այդտեղ առուտի նշանում, որտեղ ինքը իր տանն է, իրեն շատ լավ է զգում եւ միգուցե այստեղ փորձի ձեր հարաբերություններում որոշակի շտկումներ մտցնել, բայց բոլոր դեպքերում չմոռանանք, որ ձեր հակադիր նշանում է։ Եվ կարևոր իրադարձությունը հուլիսի 27-ից 2026 թվականի մինչև 2028 թվականի մարտի 26-ը, այստեղ հանգույցները շատ կարևոր է, ուրեմն սա նշել, ընդհանրապես ինքը կարևոր իրադարձություն է բոլորիս կյանքում, ձեր կյանքում մասնավորապես, որովհետև Ռախուն հյուսիսային հանգույցը մտնելու է ձեր նշան, իսկ Կետուն հարավային հանգույցը կտեղավորվի հակադիր նշանում, ասել է թե առյուծի նշանում, այսպիսի մենք ուրեմն իրավիճակ ունենք եւ հիմա ձեզ համար դա լավ ժամանակահատված է, այնպես որ փորձեք մաքսիմալ օգտվել այդ հնարավորությունից, բայց հիշեք, որ ուրեմն ասենք եթե դա տիեզերքից տրվում է, դու չես կարող ձեռքերը ծալած նստել ու ասել օքեյ, ինձ տրված է, սա իրան ամեն ինչ կլինի, չէ, դու էլ պիտի քայլանես, խորհրդակցես, ճիշտ տարբերակը, որովհետև այն ինչքան որ ձեզ խոսքի օրինակ, ասենք այսքան հնարավորությունները, դուք կարող եք այն շատացնել, եթե տիեզերքից տրվում է, որ ասենք այս դուռը բացվում է, դուք կարող եք ավելին մաքսիմալը վերցնել, եթե ճիշտ ուղղությամբ եք գնում, ճիշտ էներգիաներ, ճիշտ օրեր, որոնք ասենք դրական էներգիաներ, ասենք եթե դուք չընկնեք բացասական էներգիաների դաշտում եւ հետո ասենք օգնությունը լինի շատ մինիմալ, այնքան որ ձեզ վնաս չլինի, մինչդեռ դուք կարող եք օգուտով դուրս գալ, ավելի մեծ օգուտով դուրս գալ, այսպես նրբություններ կան, ես դրա համար ասում մաքսիմալ պետք է օգտագործեք, այսքանը սիրելի ջրհոսներ, ես հիմնականում կարևոր բանալիներն եմ տալիս, չեմ սիրում երկար խոսել, հեքիաթներ պատմել, որը ոչինչ չի տալիս, կարող է ժամերով լսել, մեկ էլ հասկանալ, որ ինքը քեզ ոչինչ բան չտվեց, դուք գիտեք, որ ես շատ կոնկրետ խորհուրդներով ինչ պիտի արվի, ինչպես պիտի արվի եւ չմոռանանք, որ սա ուրեմն տրանզիտներն են, ձեր անձնական քարտեզը չի եւ սա ընդհանուր պատկերացում եք դուք կազմում, ընդհանուր տպավորությունը եւ այս դեպքում բոլոր դեպքերում սա եւս մեծ օգնություն է, այսպես իսկ նրանք ովքեր արդեն կունենան խորհրդատվության կարիք, սա արդեն ուրիշ հարց է եւ ասեմ, որ արդեն առաջիկա տարիներին կունենան խորհրդատվության կարիք այո ջրհոսները, առյուծները, կարիճները եւ ցուլերը։ Ես դրա համար ուրեմն այս մասին նշում եմ։ Սա էլ էսպես, այսքանը գրեք ձեր տպավորությունների մասին, որքանով են օգնում եւ արդյոք այս ձևաչափը ձեզ հետաքրքիր է թե ոչ, բոլոր դեպքերում կիսվեք, ես անպայման կարդում եմ, իսկ մենք կհանդիպենք հաջորդ ամիս առայժմ այսքանը։